Մեծ խաղ թաքնված նախկինի ու ներկայի բախման քողի տակ։ Մեծ մերձավոր արևելյան կաթսան շարունակում է եռալ։ Սիրիայի նոր իշխանության թիրախը դարձել են կրոնական փոքրամասնությունները, մասնավորապես ալավիները։ Չեն խնայում ոչ ոքի, տարեց, կին ու երեխա։ Նոր Սիրիա, որտեղ գահընկեց արված ռեժիմի մնացորդների երկիրը պառակտելու ցանկացած փորձ ձախողվելու է։ Սա երկրի անցումային կառավարության նախագահ Շաարայի հայտարարությունն է։ Ոչ ոք չպետք է մոռանա, որ Սիրիան միասնական է եւ մեկ է, արևելքից արևմուտք եւ հյուսիսից հարավ։ Մենք ոչ մեկի արյունը չենք ուզում, մենք փորձում ենք վերականգնել հին ռեժիմի կողմից ավերած երկիրը։ Լաթաքիա եւ Թարթուս նահանգների զինված խմբավորումներին կոչ եմ անում վայր դնել զենքերը։ Եթե սիրիական թեկուզ մեկ նահանգ տուժի, մնացած բոլորը ոտքի կկանգնեն նրա պաշտպանության համար։ Փորձագետների խոսքով տեղի ունեցողը իշխանափոխության շարունակությունն է։ Նոր իշխանությունն ուզում է մաքրել նախկիների թողած հետքը։ Այնտեղ մակրագործում է գնում եւ միջազգային նոր չէ։ Արդեն քանի տարի է այդ իսլամական պետության ժամանակաշրջանը եւ դրանից անգամ դրանից առաջ է լսվել է հակա ալևիական, հակա քրիստոնեական եւ այն հիմնականում ոչ մուսուլման եւ ոչ սուննի տարերի նկատմամբ մակրագործումներ կատարվում։ Հիմա շատ հեշտ է այդ թշնամությունը բորբոքել ալևիների նկատմամբ եւ հիմա դա է կատարվում ալևիների մակրագործումը, այդ ընթացքում դյուրգիների եւ այլն եւ դերևս 100% քրիստոնյաների հատկապես հայերին դեմ չեն անում, բայց այդ ընթացքում նաեւ հայերն են դուժում։ Տասնամյակների պատմություն ունեցող թշնամանքն այդպես էլ չավարտվեց նույնիսկ ասատների իշխանության անկումից հետո։ Ընդհանրապես փոխվեցին դերակատարները։ Նախկինում Սիրիայի նախկին իշխանությունները եւ նրանց կարող ուրեմն ուժային կառույցներն են դաժան կերպով ճնշում տարբեր ուրեմն բողոքի գործողություններ ներկայում կազմած դերերը փոխվել են, տեղերը փոխվել են։ Թուրքական քաղաքականության հետքը Սիրիայում ակնհայտ է, վստահեցնում են փորձագետները։ Լոկմագյոզյանի խոսքով Էրդողանը դերևս տարիներ առաջ էր խոսել տարածաշրջանում սպասվող իրադարձությունների մասին։ Մի անգամ շատ բարձ մաքուր կերպով ասել, մի հատ ծրագիր կա այս տարածաշրջանի հետ կապված եւ ես համանախագահությունն եմ ստանձնել ասել, սահմաններ են փոխվելու, այդտեղ շատ մեծ փոփոխություններ են կատարվելու։ Քաոս, անպատժելիության մթնոլորտ ու բարձի թողի վիճակ, որի հետևանքները սեփական մաշկի վրա է զգում նաև տեղի հայ համայնքը։ Արդեն 2 հայ է զոհվել Լաթաքիայում։ Պատգամավորի խոսքով մերձավոր արևելքի հայության պահպանումը մեզ համար հրամայական է։ Պիտի առողջ ուժերը ըմբռնեն այս վիճակը։ Տեղական մարմինները, մեր գալուցները, ազգային դարբեր հաստատությունները եկեղեցին իրենց հարաբերակցությունը կկատարեն մեր համայնքի պաշտպանության համար, թե ֆիզիկական քույրության պաշտպանության լալի կանոնի հրասիրյու մեջ, թե տնտեսական փերը թեթևցնելու իմաստով։ Տեղի ունեցողին արձագանքել են նաև միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան ու Չինաստանը։ Դատապարտել են Սիրիայում տեղի ունեցող բռնությունները, կոչ անելով հետաքննություն անցկացնել եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։ Միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է այլ խնդիրների վրա, այլ առաջնահերթ նշանակության հարցերի վրա եւ ակնհայտ է, որ այս պահին ուրեմն Սիրիայի ներսում ստեղծված իրավիճակը օգտագործելու սեփական շահերի համար օգտագործելու պատրաստ դերակատարներ չկան։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, Ասադի զինված աջակիցների դեմ գործողություններն ավարտվել են։ Տեղի ունեցածը հատուկ գործողություն է, զանգվածային սպանդ, թե ցեղասպանություն, միջազգային հանրությունը դեռևս չի կողմնորոշվում։ Ժամանակ է պետք, որի գինը վճարում են մարդիկ սեփական կյանքով։ Գառնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։